Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներ գրեթե չկան։ Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները մոտավորապես 5 միլիարդ դրամ են։ Հասկանալի է, որ առաջին 6 ամիսների համար նման ցուցանիշը իհարկե ցածր ցուցանիշ է։ Պետք է նշել միևնույն ժամանակ, որ այդ ցուցանիշի այդ թվի այդպիսին լինելուն բացասական իմաստով նպաստել են Ռուսաստանի Դաշնությունից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Կիպրոսից Հայաստան կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի զգալի կրճատման։ Դրանց թվում առավելապես հենց Ռուսաստանի Դաշնությունից իրականացվող ներդրումների կրճատումն է ձևավորել այս պատկերը։ Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ երկրի ներդրումային միջավայրի ձևավորման եւ ըստ այդմ նաեւ ներդրումային գրավչության համար կան մի քանի հիմնական գործոններ, որոնք ազդում են ձևավորում են այդ միջավայրը։ Դրանց թվում իհարկե բիզնես իրականացնելու, բիզնեսով զբաղվելու միջավայրն է, հարկային քաղաքականությունը, արդարադատության իրավիճակը երկրում, քաղաքական ու տնտեսական կայունությունն ընդհանուր առմամբ եւ իհարկե արտաքին անվտանգային բաղադրիչը։ Պետք է նշել, որ մեզ մոտ նշված գործոնների մեծ մասում իհարկե կան խնդիրներ, ինչն էլ օբյեկտիվորեն նաև ձևավորում է այս միջավայրը։ Եվ միևնույն ժամանակ բավական հետաքրքիր է, որ այդ գործոնների այդպիսին մեզ մոտ այդպիսին լինելով հանդերձ վերջին տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումների դինամիկայի հետ կապված հետաքրքիր պատկեր ունենք։ Այդ պատկերը ներկայացրել ենք մեր նկարում, որոշակի տվյալներ ենք դուրս բերել եւ պետք է նշել, որ 2025 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը համեմատում ենք նախորդ տարիների հունվար-հունիս ժամանակաշրջանի հետ։ Ինչպես դուք տեսնում եք, 2017 թվականի նշված ժամանակաշրջանի համեմատ այս տարվա օտարերկրյա ուղղակի ներդրումները շուրջ 3 անգամ պակաս են։ 2018 թվականին 17 թվականի հունվար-հունիսի համեմատ որոշակի աշխուժություն է նկատվել, դա ամենայն հավանականությամբ պայմանավորված Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո ձևավորված որոշակի դրական սպասումներով, այդ թվում տնտեսական դրական սպասումներով, որը սակայն 2019 թվականի ցուցանիշը վկայում է դրա մասին, որոշակիորեն պասիվացել է նորից պայմանավորված ամենայն հավանականությամբ արդեն հիասթափությունով նույն քաղաքական գործընթացներից հետո։ Հաջորդ զգալի աշխուժությունը օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման մասով նկատվում է 2023-24 թվականներին։ Դա էլ ռուս-ուկրաինական զարգացումներով պայմանավորված, երբ Հայաստան զգալիորեն ռուսական կապիտալ տեղափոխվեց։ Մինչդեռ 2024 թվականին հունվար-հունիս ժամանակաշրջանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը մեզ մոտ բացասական է, այսինքն ուրեմն կապիտալի որոշակի արտահոսք է եղել։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք այդ ժամանակ անդրադարձ ունեցել ենք այս բացասական միտումներին, այդ թվում մտահոգություն հայտնելով, որ գուցե մեզ մոտ, այսինքն Հայաստանից կապիտալի որոշակի փախուստ է տեղի ունենում։ Իհարկե միանշանակ տալ գնահատական կապիտալի փախուստի մասին դժվար է, քանի որ շատ հաճախ կապիտալի արտահոսքը կարող է չնույնացվել կապիտալի փախուստի հետ, պարզ պատճառով երբեմն կազմակերպությունների շահույթից դիվիդենդներ են դուրս բերվում եւ դա ձևավորում է բացասական ցուցանիշ։ Բայց 2024 թվականի այդ բացասական միտումից հետո 25 թվականի հունվար-հունիս ամիսների ընդամենը 5 միլիարդ դրամի օտարերկրյա ուղղակի ներդրումների հանգամանքը արդեն իսկ վկայում է, որ ներդրումների հետ կապված մենք ունենք որոշակի խնդիրներ։ Տեսեք, մեր խոսքի սկզբում նշեցինք, որ կան գործոններ, որոնք ձևավորում են այդ ներդրումային միջավայրը, ներդրումային գրավչությունը։ Այս պատկերը, այսօրվա ցուցանիշը բանաձևային, եթե տանք, խոսում է Հայաստանի Հանրապետության ներդրումային ցածր գրավչության մասին։ Իհարկե այդ գործոնները, որոնք խնդրահարույց են, ձևավորում են այդպիսի իրավիճակ, ստեղծում կամ նախադրյալ են հանդիսանում նման պատկեր ունենալու համար, բայց կարծում ենք, որ այդ գործոններին ավելանում է եւս մեկը, մասնավորապես եթե էլի փորձենք բանաձևային գնահատական տալ, ապա Հայաստանում օտարերկրյա ներդրումների հետ կապված ձևավորված բացասական նախադեպը։ Նույն 2018 թվականից հետո օտարերկրյա կապիտալով ընկերությունների նկատմամբ տարբեր ռեպրեսիվ գործընթացները, օտարերկրյա կապիտալով ընկերությունների մասնաբաժինների ոչ լիարժեք թափանցիկ գործընթացներով նվիրատվությունները պետությանը, նույն հեծի հետ տեղի ունեցող ուրեմն գործընթացները, զարգացումները, որոնք ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունեն, որևէ կերպ տնտեսապես հիմնավորված չեն, իհարկե այս ամենը ձևավորում է այդ բացասական նախադեպը։ Իդեպ նաև կանխատեսում եւ զգուշացնում ենք, որ այդ ամենը պիտի բացասական անդրադարձ ունենա Հայաստանի ներդրումային գրավչությանը։
Ըստ էության, ինչի դրսևորմանն էլ նաև ընթացիկ ցուցանիշներով ենք տեսնում։ Եվ վերջում, թերևս ամփոփելով, նորից ուշադրություն դարձնենք հանգամանքին, որ այս տարվա հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը շուրջ 3 անգամ զիջում է 2017 թվականի մինչ այս իշխանությունները եղած օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշին։ Սա այն դեպքում, երբ մեզ անընդհատ համոզում էին, որ նախկինների չլինելու պարագայում Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումները ուղղակիորեն կհորդեն։